Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը խիստ գնահատականներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու ներսում սկսված պարակտիչ գործընթացների հասցեին։ Հոգևոր բարձրագույն մարմինը պաշտոնապես հայտարարել է, որ եկեղեցու հոգևորականների եւ ազգային բարերարների նկատմամբ իրականացվում են ապօրինի հետապնդումներ ու բռնաճնշումներ, պահանջելով անհապաղ դադարեցնել շինծու մեղադրանքներով քրեական բարույթները։ Խորհուրդը դատապարտելի է համարել անձամբ վարչապետի միջամտությունը եկեղեցական կյանքին, մասնավորապես պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը հարկադրաբար չհիշատակելու պահանջը, ինչը որակվել է որպես հակականոնական ընթացք եւ հերձվածի վտանգ։ Ժողովի ընթացքում կոշտ քննադատության են արժանացել նաեւ այն 10 եպիսկոպոսները, որոնց խոտոր ընթացքը եւ իշխանական օրակարգերին հարելը դիտարկվել են որպես հոգեվոր ուխտի խախտում եւ հարված եկեղեցու միասնականությանը։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել մոտ ապագայում եպիսկոպոսատ ժողովի գումարումը։